Երբ Հունանի ընտանիքը ստանում է լուրը, կինը ուշաթափվում է։ Հունանի դուստրը փորձում է վերակենդանացնել մորը։ Հունանը դստերն ասում է, որ Հունանը չի կարող մահանալ, ինչ անեմ առանց նրա։ Հունանի դուստրը սկսում է հավատալ, որ հայրը չկա։ Սա բոլորը թյուրիմացություն է, քանի որ Հունանը դեռ կենդանի է և, հավանաբար, լքել է դեպքի վայրը։ Հունանը ողջ է մնում, բայց նա, հավանաբար, լուրջ վիրավորված է եղել, և անծանոթը, հավանաբար, օգնել է նրան։ Հունանն ասում է, որ պետք է կնոջը տեղեկացնի, որ ողջ է։ Երբ Հունանը զանգահարում է կնոջը, հեռախոսն անջատված է, քանի որ նա կոտրել է այն, երբ լսել է նրա մահվան լուրը։ Հունանը հիմա մտածում է, որ պետք է տուն գնա, չնայած բժիշկը կասի, որ նա չի կարողանում քայլել։ Հունանը ստիպված է գիշերել, բայց և կինը, և դուստրը կզգան Հունանի կորուստը։ Երբ նրանց հարձակննում են, Հունանի դուստրը հասկանում է, որ նա դեռ կենդանի է։ Պարզվում է, որ Հունանի մարմինը դեռ չի գտնվել, ուստի Հունանի դուստրը հույս է ստանում, որ գուցե Հունանը դեռ կենդանի է, ուստի նա պատմում է այս մասին մորը, ինչը լսելուց հետո Հունանի կինը կասի, որ այդ դեպքում ուր է գնացել Հունանը, նա նույնիսկ մեզ չի զանգահարել։